Կինոյում ավելի կոմֆորտնի է ստեղծագործական, ավելի ոչ կենցաղային մտածելակերպի ֆիլմերը, չգիտեմ, ֆանտաստիկ կլինի, հեքիաթ կլինի, միստիկա կլինի, որ ունենա այն դաշտը ստեղծագործական, որ կարողանաս ամեն ինչը փոխես, երևի փոխակերպես ու նկարիչի համար երևի ձանձրալի է, որ մի սենյակում ֆիլմ են նկարում երկու դերասանով կամ 3 դերասանով, որ այսօր շատ է արվում, որտև էժան է, իսկ ինձ ավելի հետաքրքիր է, որ ես իմ ձեռքով սարքեմ այդ տունը, ինչ որ պետք է, այն միջավայրը իր ամեն ինչով ու թույլ տամ ինձ ստեղծագործեմ անկախ սցենարի։ Սցենարը գրողը երբեք չի կարա նկարիչի մտածելակերպ ունենա ու այն ինչ որ ինքը գրում է դու պատկերավոր սկսում ես տեսնել, ինքը բնականաբար սցենարը դեֆորմացվում է, որտեվ դու ստանում ես խաղարկային մթնոլորտ, իսկ խաղարկային մթնոլորտի մեջ իդեաներ որ լինում է, ինքը չես կարում չխաղարկես, ափսոս է, սցենարիստի մտքով չի անցնում, որ ասենք, չգիտեմ, պատը կարաս փափուկ սարքես, որ գնա մեջը, եսի ինչ լինի, ինչ ասես կարելի անել։ Նկարիչների հետ աշխատելը անհրաժեշտ է կինոյում շատ ավելի խորը, սցենարի սկզբից բռնած, ոչ թե ասենք կինոն սկսում են համարյա արտադրական պերիոդը ու կանչում են ասում են էս կարաս սարքես, կարամ սարքեմ, շատ բան կարամ սարքեմ, բայց այդ կարասի վրա արդեն լիքը իդեաներ է գալի, որ ընչի տենց կարելի ավելի լավ բան անել։ Նկարիչի դերը բոլոր ժամանակներում շատ կարևոր դեր է ու ինքը երբեք չի կարա մարի։ Նույնիսկ եթե հիմա գնում է տեխնոլոգիաների ամեն ինչի, այդ նույն բեքգրաունդները, որ անում են, մեկը պետքա, եթե աշխարհ է պետք ստեղծել, նկարիչն է ստեղծելու։ Ինքը իրան չի ստացվելու։ Ոնց որ նույն նկարչության մեջ է մտնում ճարտարապետությունն էլ, հագուստն էլ, ամեն ինչն էլ, նույն նկարիչի աշխատանքն է, եթե դու ուզում ես ինչ-որ աշխարհ ստեղծես, դու գալու ես մեքանիկարիչի մոտ։ Կիսաանգրագետ ստիլիստներ են լցված, որ ասում են նկարիչ ենք ու անում են ինտերնետից վերցրած ինչ-որ նկարներ, ինչ-որ ձևավորումներ, ոնց որ ասենք տոնածառը զարդարեն, իսկ նկարչությունը, այդ արվեստը ինքը զարդարել չի, ինքը ընդհակառակը մաքրել է։ Միակ բանը, որ Հայաստանում չի արվում, դա հեքիաթն է, ու միակ բանը, որից կարելի է սնվել, դա հեքիաթն է։ Բոլոր հեքիաթների մեջ է ճշմարտությունը, թե տիեզերքի, թե մարդկության, թե ամեն ինչի, ու չունենալ այդ դաշտը սերունդ դաստիարակելու համար, որ մի փոքր կյանքը հեքիաթ դառնա, մի փոքր ավելի ստեղծագործական, մի փոքր ավելի երազանքներով, ավելի բարի ավարտով, որտև չի կարելի հեքիաթ նաև նկարել, որ հաջորդ սերիայում սպասես ուժս գա, դա հակասում է բոլոր միստիկ երևույթներին, որտև դաստիարակչական այդ մտածելակերպը միշտ պետքա բարին հաղթի չարին, որ մարդկությունը միշտ իմանա, որ ինքը ուժեղ է ու ինքը կարա հաղթի։ Մի ընկերս ռեժիսոր, անունը չեմ տա, նախանցած տարի ասեցի, խնդրում եմ մի հատ հեքիաթ նկարի հաջորդը, ինքը անցած ամբողջ տարին սցենարագրե, հենց հիմա ես էսկիզ եմ անում, լրիվ էնտուզիազմով, որտև ուզում եմ, որ լինի, ուզում եմ, որ հեքիաթ լինի այս երկրում, ուզում եմ, որ երեխեքը ման չգան, ասենք, ամերիկյան ֆիլմերի ինչ-որ բաների, Գարի Պոտերներ, չգիտեմ ինչեր, որտև մենք կարանք մեր հեքիաթը, ցանկացած հեքիաթ, վերափոխենք, ձևափոխենք, ավելի ժամանակակից մտածելակերպով սարքենք, ավելի տիեզերական մտածելակերպով սարքենք, ավելի ֆանտաստիկ սարքենք, այսօր այդ բոլոր հնարավորությունները կա։
շատ հետաքրքիր բաներ ա լինում անել 3D-ով, շատ ռեալին հասնող ինչ-որ բաներ, բայց ինձ որպես նկարիչ երբեք ինքը չի համոզում, որովհետև ես իր մեջ ադնարազովի բաժակ եմ տենում, չկա այն, չգիտեմ, շունչ չկա մեջը, հոգի չկա մեջը, օդ չկա մեջը, ես չեմ զգում ընդեղ ոչ մի շոշափելիք, ոչ մի հոտի զգացողություն, համի զգացողություն, նյութի զգացողություն, իսկ այդ ամեն ինչը իրար հետ, հոտը, համը, զգայարանները սաղ բերում են նրան, որ դու ֆիլմը նայելուց կամ մուլտը նայելուց ոնց որ ամբողջ այդ աշխարհը զգում ես։ Պատմության թանգարանում ռեստավրացիաներ եմ անում, 5-6 հազար տարեկան իրեր եմ ռեստավրացիա անում, այն ժամանակվա այդ արձանիկներին, որ նայում եմ, բրոնզից, արծաթից, ոսկուց, 6000 տարեկան բաներ ունենք, որ նայում եմ, ասում եմ, ուրա կորել ես ամեն ինչը, որտև մենք երբեք չենք պահել մեր ունեցածը, երբեք չենք պահում մեր ունեցածը, մենք եթե քաղաք ենք կառուցում, հինը քանդում նոր ենք կառուցում, ամբողջ աշխարհում հինը պահում ենք, ով կթազա քաղաք են պատրաստում, դա ինձ թվում է հիմնական պատճառը անգրագիտությունը ու անհավատությունը, որտև գրագետ մարդը, գրագետ չի նշանակում շատ կարդացած միայն, դա երևի գենետիկ գրագիտության մասին է խոսքը, ներքին դաստիարակության մասին է, հոգևոր աշխարհի մասին է, հոգևոր աշխարհ ունեցող մարդը երբեք չի քանդի ուրիշի ստեղծածը, ինքը կսարքի նորը ուրիշ տեղում։